Սամվել Կարապետյանի ընկալումը, ինչքան էլ իշխանությունը փորձում է նրան նույնականացնել լրիվ Ռուսաստանի հետ, չի ստացվում։ Այնտեղ կա մի ազգային, այսպես ասած, բաղադրիչ իր կերպարի մեջ, որպես ազգային բարերարի, որպես եկեղեցու աջակցող, պաշտպանող, որպես մեր ազգային ինքնության հիմնասյուն եւ այլն։ Եվ սա է կարևորը, ինչա թիրախավորում հենց եկեղեցուն եւ նրա կապում Ռուսաստանի, որտեվ կերպարը պետք է դու կերպարը փչացնես։ Եթե հաջողվեց Սամվել Կարապետյանին կապել Ռուսաստանի հետ եւ եկեղեցուն փչացնել, Նիկոլի շանսերը շատանում է։ Դա ման ինքը ամեն ինչ եկեղեցու դեմ է։ Իսկ եթե հակառակը չի հաջողվում։ Եվ եթե հակառակը Սամվել Կարապետյանը հետևողականորեն շարունակի մնալ ազգային գծի մեջ, շատերը երբ որ պահը կգա ընտրության Նիկոլ Փաշինյան դե Սամվել Կարապետյան, անգամ որպես չարյաց փոքրագույն ընկալելով անգամ Սամվել Կարապետյանին որպես չարիք, որտեղ ռուսական, որ ընտրելու են չարյաց փոքրագույնը, որտեղ Նիկոլ Փաշինյանը դա արդեն դա արևմտյանը չի, դա թուրքական վեկտորն է, դա ապազգային թուրքական վեկտորն է, եւ հասկանալի է, որ մարդիկ թեկուզև ժամանակավոր, թեկուզև այս վիճակը կայունացնելու համար կնախընտրեն ոչ թուրքական ղեկավարություն Հայաստան։ Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube-յան ալիքում։